Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տեսակապի միջոցով զրուցելու եմ Վիրահայ հասարակական գործիչ Գեորգի Թոմասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Թոմասյան։ Բարև ձեզ։ Պարոն Թոմասյան, Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ընթացող արծիվ գործընկերներ 2026 զորավարժությունները, որին ինչպես գիտեք մասնակցելու են ամենատարբեր զինվորականներ Միացյալ Նահանգներից, Հունաստանից, Ֆրանսիայից։ Ըստ Զախարովայի սա ոչ այլ ինչ է, քան հակառուսական քայլ, ասում է, որ զորավարժությունների ընթացքում հայ զինվորականներին կսովորեցնեն կռվել Ռուսաստանի դեմ, մեջբերում եմ։ Եվ նրա պնդմամբ որոշ ժամանակ առաջ դժվար էր նման բան պատկերացնել, բայց հիմա դա տեղավորվում է Հայաստանի բարձրագույն ղեկավարության հայտարարություններում, որ Հայաստանը Մոսկվային դաշնակից չէ Ուկրաինայի հարցում։ Եվ Զախարովան մեկնաբանում է, որ սա շատ վտանգավոր միտում է, սա տանում է առճակատման, այսինքն արևմուտքը տանում է առճակատման Հայաստանին եւ Ռուսաստանին։ Ընդհանուր առմամբ հասկանանք արծիվ գործընկերներ 2026 թվականի այս զորավարժության քաղաքական նաեւ նշանակությունը եւ պարոն Թոմասյան, սա տեղի է ունենում Հայաստանում 2023 թվականից։ Հիմա ինչու Ռուսաստանը որոշեց, որ սա իրենց դեմ է եւ այստեղ գալիս են հայ զինվորներին սովորեցնելու կռվել ռուս զինվորների դեմ, որևէ վտանգ Ռուսաստանի դեմ, որևէ քայլ այստեղ կամ որևէ միտում կա։ Իհարկե, որևէ քայլ Ռուսաստանի դեմ չկա այդ առումով եւ իհարկե պետք է պարզաբանել, որ արծիվ գործընկերը խաղաղապահ զորքերի զորավարժություն են, միայն Ռուսաստանի ներսում գործող այդ Լավրովի խմբակը, որի այդպիսի ակտիվ ներկայացուցիչ է Մարիա Զախարովան, կարող էր թույլ տալ եւ հայտարարել, որ ուրեմն խաղաղապահ զորախումբը եւ զորավարժությունները խաղաղապահ զորքերի կարող են որևէ մեկին առհասարակ սպառնալիք ստեղծել, այդ թվում Ռուսաստանին, որը իրան գերտերություն միջուկային համարում, Հայաստանում հարյուրավոր խաղաղապահների զորավարժությունները կարող է որևէ իրանց հետ կապ ունենալ առհասարակ, սա ուղղակի իհարկե նույն այն տրամաբանության շարունակությունն է, որ Լավրովի խմբակը Ռուսաստանում փորձում է ստեղծել կեղծ մթնոլորտ միջավայր Հայաստանի դեմ տարբեր եւ տարբեր ճնշումների եւ հարձակումների նպատակով, ինչպես դա նաեւ նույն Զախարովան արեց Գյումրիում տեղի ունեցած այդ իրադարձությունների հետ կապված նկատի ունեմ հուշարձանը երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված եւ այլն, ակնհայտ է, որ այդ խմբակը փորձում է ուրեմն ինչ-ինչ կոռուպցիոն պատճառներով, ընդ որում ասեմ, եւ ես այդ տեղեկատվությունը կոնկրետ եւ հստակ եմ ասում, կապերի պատճառով հայկական ազգանուններ կրող անձանց հետ, որոնք օլիգարխներ են, թալանչիներ են եւ հայկական պետությունից նաեւ եւ ժողովրդից թալանել են միլիարդները եւ այդ կոռուպցիոն համակարգի մեջ միասին են ներառված, իրանց գումարները, իրանց կոռուպցիոն համակարգը փրկելու նպատակով իրանք փորձում են հիմա միմյանց աջակցել եւ այո, այդ քայլերը իհարկե արվում են այն նպատակով, որ ներքաղաքական գործակալական ցանցին իրանք աջակցեն, իսկ այդ գործակալական ցանցը բացահայտ դրդում է Ռուսաստանում իրենց ազդեցության այդ խմբակներին, որ ել ավելի տնշեն Հայաստանին։ Ես իհարկե ուրախ եմ ձեզ նաև հանրությանը տեղյակ պահեմ, որ Ռուսաստանում կա ուրիշ մոտեցում ունեցող մի խումբ բարձր պաշտոնյաների, որոնք հասկանում են, թե ինչքան մեծ վտանգ է պարունակում այսպիսի քայլերը Հայաստանի դեմ եւ հայ-ռուսական հարաբերությունների դեմ, եւ ես հուսով եմ, որ այդ խումբը մարդկանց եւ այդ ճիշտ մոտեցումը ի վերջո կհաղթի այն առճակատման ներքին, որը գործընթացում, որը Ռուսաստանում տեղի է ունենում եւ հիշեցնելով ուղղակի, որ Լավրովը եւ իր գերատեսչությունը դիվանագիտական ծառայություն է, այլ ոչ թե պաշտպանության նախարարություն, շատ զարմանալի է իրենց ռազմատենչ պետրաբանությունը, ուղղակի պետք է նաև իրանց մասնագիտությամբ հիշեցնել, որ նույն այդ համատեքստում թող չմոռանան, որ գոյություն ունի Հունաստանի հետ հայկական պատմական կապերը, Հունաստանի եւ Կիպրոսի դեպքում այդտեղ արևելյան միջերկրական ծովում գոյություն ունի բավականին լարված իրավիճակ, ընդ որում վերջերս Կիպրոսում, հետո Հունաստանում Եվրոպական միության հանդիպումներ են տեղի ունեցել, տարբեր խնդիրներ են ստեղծվել, ես չեմ ուզում հիմա այդ խնդիրների մասին ավելի մանրամասն խոսել, թե որ պետությունների հետ կապված թե ինչպես, բայց կարող եմ ասեմ, որ Ֆրանսիան հայտարարել է, որ Կիպրոսում զորքեր է տեղակայելու, որ Հունաստանին պատրաստ է աջակցել իր ինքնիշխանությունը պաշտպանելու համատեքստում, ուստի եթե Ռուսաստանը մի փոքր
ցանկություն ունենա դիտարկի այդ գործընթացները, կհասկանա, որ Ֆրանսիայի եւ Հունաստանի հետ համագործակցությունը բխում է հայկական պետության շահերից եւ ուղղված չի որևէ պետության իրականում դեմ եւ Ռուսաստանը հուսով եմ որ կթարգի այդպիսի հայ-ռուսական հարաբերությունների համար վտանգավոր կեղծ թեզեր ստեղծելու։ Իսկ սրանք նոր սպառնալիքներ են, պարոն Թումասյան, կարող ենք այդպես ենթադրել, նաև բողոքի նոտա են հղել, այսպես ասած, Գյումրիում այդ հուշարձանը իրենց բառերով ասած պղծելու համար։ Ինչ միտում են սրանք եւ օրինակ երբ Զախարովան խոսում է, որ հայ-ռուսական հարաբերություններում Եվրամիությունը փորձում է տանել երկու կողմերին առճակատման, սա ինչի մասին են այս ենթատեքստերը, այս խոսակցությունները, առճակատման մասին կարծես թե որևէ միտում խոսակցություն չկա։ Ինչի համար են հող նախապատրաստում, դա եմ ուզում հասկանալ։ Երկու տարբերակ գոյություն ունի այստեղից եւ այդ երկու խումբը, որը ես նշեցի, հենց այդ երկու տարբերակի ներկայացուցիչներն են։ Լավրովի խումբը կարելի է ասել, ուղղված է այն առումով, որ Հայաստանը չպետք է լինի ինքնիշխան պետություն, չպետք է ունենա իր ուրեմն ինքնիշխան որոշումներ կայացնելու հնարավորություն եւ պետք է փաստացի վերադառնա տայրագավառի կարգավիճակով կառավարման օլիգարխիկ կլինի թե գործակալական ցանցերի միջոցով եւ մյուս խումբը գիտակցում է որ դա անհնար է եւ այդպիսի օրակարգով շարժվելը շատ վտանգավոր վնասակար է հայ-ռուսական հարաբերություններում եւ կա անհրաժեշտություն հավասար միջպետական հարաբերություններ ձևավորել փոխշահավետ ուղղությամբ եւ ես բոլորին ջանքերը նաեւ ուղղում եմ որ այդ ուղղությամբ ունենանք առաջընթաց եւ Լավրովի այդ խմբի ներկայացուցիչների այդ քայլերը, որի մասին նոր խոսեցինք, ուղղված են նրան, որ ստիպեն ռուսական որոշում կայացնողներին ի վերջո եւ նախագահին ի վերջո Ռուսաստանի, որ իրանք այդ խումբը մարդիկ ուրեմն դիմեն Հայաստանի դեմ ամենակտրուկ քայլերի, դա պետք է ներառի ըստ իրենց գազի ուղղությամբ սահմանափակումներ, տնտեսական լրջագույն ճնշումներ, որը արդեն սկսվել է եւ դա տեղի է ունեցել անձամբ Սամվել Կարապետյանի հորդորով Հայաստանից եւ այնտեղից էլ ուրեմն հենց այդ խմբակի կողմից բավականին ակտիվ մասնակցությամբ եւ ընդհանուր առումով դա նաեւ պետք է ներառի հայ համայնքի դեմ քայլերը Ռուսաստանում բավականին լուրջ եւ նույնիսկ կարելի ասել բացառված չէ որ ուրիշ սադրանքներ ներառելով ռուսական ռազմակայանը եւ այլն այսինքն սա խոսք է գնում նրա մասին որ իրան ցանկություն ունեն սադրանքի միջոցով գնալ աննախադեպ ճնշումների մյուս կողմից ես ուղղակի ուզում եմ արձանագրեմ որ հայկական պետությունը համոզված է որ պատրաստ է այդպիսի սցենարների համար եւ մենք ամեն դեպքում գնալու ենք գործակալական ցանցի եւ հայկական պետության ճշնամիների հարցը լուծելու ուղղությամբ, ուղղակի դա կարելի տեղի ունենալ երկու համատեքստում, կամ Ռուսաստանը համարում է, որ այդ գործակալական ցանցն է իր այստեղ հիմնասյունը ապավինումը եւ իր ընկերները, ուստի հայ ժողովրդին իրանք ընկեր չեն համարում եւ խզելու են կապերը, եթե պաշտպանեն այդ գործակալական ցանցը, կամ երկրորդ տարբերակով իրանք հրաժարվում են եւ զոհաբերում են այդ գործակալական ցանցը եւ այդ մաֆիոզա-կլանական համակարգը եւ համարում են, որ իրանք դաշնակից են ոչ թե ինչ-որ օլիգարխիկ մաֆիոզական խմբերի այստեղ, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Կտրիչ Ներսիսյանի, այլ իրանք հայ ժողովրդի եւ ժողովրդի կողմից լեգիտիմ ընտրված իշխանության գործընկերն են, դա կլիներ շատ լավ հայ-ռուսական հարաբերությունների համար։ Պարոն Թումասյան, այս պայմաններում այլևս ակտուալ է համարել, որ նույն ռուսական ռազմաբազան այստեղ տեղակայված է Հայաստանին պաշտպանելու համար, գիտեք, մինչև վերջերս նույն հայտնի շրջանակները ընդդիմադիր, այսպես դիրքավորված ուժերը պնդում էին, որ մեր անվտանգության միակ երաշխավորը կարող է լինել, այսինքն մեզ պետք է նախ եւ առաջ երաշխավորներ եւ այդ երաշխավորը կարող է լինել Ռուսաստանի Դաշնությունը։ Մենք տեսնում ենք, թե ռուս-ուկրաինական պատերազմը ինչ կերպ է զարգանում, տեսնում ենք, որ հարձակումներ են տեղի ունենում արդեն քանի օր է Մոսկվայի վրա եւ նաեւ հասկանալի է, որ այս իրավիճակում Ռուսաստանի Դաշնությունը անգամ սեփական քաղաքացիներին, սեփական մայրաքաղաքում կարծես թե դժվարանում է պաշտպանելուց, ինչ երաշխիքների մասին է խոսքը, ինչ պաշտպանության մասին է խոսքը։ Ակտուալ են այլևս նման հայտարարությունները։ Հայտարարությունները ակտուալ չեն այն էլ վաղուց, բայց հիմա էլ ավելի ակտուալությունը կորցրել են։ Շատ կարևոր է արձանագրել, որ համոզված եմ շնորհիվ հայ ժողովրդի գիտակցության եւ այն քվեի, որը
հունիսի 7-ի պատմական ընտրություններում շնորհիվ քաղաքացիական պայմանագրի եւ վարչապետ Փաշինյանի ժողովուրդը տվեց եւ շնորհիվ ինքնիշխան պետականությանը հաջորդ տարիների ընթացքում այդքան կամրապնդվի հայկական ինքնիշխանությունը կլինի դա տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ, թե կլինի դա նաեւ անվտանգության ոլորտում, որովհետեւ սահմանազատման սահմանագծման խաղաղության օրակարգի նոր հայկական բանակի եւ զինված ուժերի ուղղությամբ քայլերի առումով դա այդքան կաճեցնի Հայաստանի անվտանգությունը, որ օրակարգում անպայման կլինի արդյոք Հայաստանի Հանրապետությունը առհասարակ իր անվտանգային ճարտարապետության մեջ տեսնում է որևէ օտար պետության ռազմական ուրեմն ռազմակայանի կամ ռազմական ներկայացություն իր տարածքում այդ հարցը իհարկե կարող է քննարկվել, եթե Ռուսաստանը շարունակի ոչ բարիդրացիական քայլեր Հայաստանի հանդեպ, ապա հենց ինքը Ռուսաստանը կնախաձեռնի փաստացի այդպիսի հարցերի քննարկումը եւ հենց ինքը Ռուսաստանը կստեղծի հիմքեր, որ խզվի հայ-ռուսական հարաբերությունները։ Ես կիսում եմ վարչապետ Փաշինյանի մոտեցումները, որ Հայաստանը որևէ հակառուսական օրակարգ չունի եւ ցանկանում է նոր էջից վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ զարգացնել, բայց եթե Ռուսաստանը այդպիսի ցանկություն չունի եւ պատրաստվում է սրել եւ Ռուսաստանում այդ մարտիկ եթե շարունակեն այդ օրակարգը, ապա իհարկե Հայաստանը ուրիշ տարբերակ բացի իր ինքնիշխանությունը, իր անկախությունը, իր դիվերսիֆիկացումը մատակարարման ուղիների տնտեսության, ռազմական եւ այլն չունի եւ չի ունենալու։ Պարոն Թումասյան, իսկ ինչու է ուշանում հայտնի հանդիպումը, որի մասին վարչապետը, այսպես ասած, անոնս էր արել դեռևս նախընտրական շրջանում, երբ հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ պայմանավորվել ընտրություններից անմիջապես հետո, այսպես մեկնել Մոսկվա։ Հիմա մենք տեսնում ենք, որ Մոսկվայում այս առումով լուր են, թե շնորհավորանքների առումով, թե հայտնի հանդիպման մասով կարծես թե տեղեկություններ չկա, ինչու Մոսկվան չի շտապում այս հանդիպումը կազմակերպելու տեսակետից եւ նաեւ շնորհավորելու տեսակետից մենք կարող ենք ենթադրել, որ այնուամենայնիվ այն խոսակցությունները, որ պիտի կայանան Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում, մեղմ ասած այսքան էլ հաճո չեն պաշտոնական Մոսկվային եւ նրա դիրքորոշումներին, այսինքն Հայաստանի Հանրապետության կառավարությունը նկատի ունի որոշումներ որոշ հարցերում, որը ըստ էության իրենց սրտով չէ։ Ես կարող եմ հստակ ասեմ, որ շարունակվում է պայքարը այդ երկու խմբի միջև, որի մասին ես բազում անգամ արդեն նշեցի, եւ ի վերջո իշխանությունը, որոշող կայացնողները եւ վերջնական այսպիսի ատյակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, կայացված չէ այս պահի դրությամբ դեռ, թե որ ճանապարհով Ռուսաստանը պետք է շարժվի։ Ինչպես դուք նաև տեսել եք, նույն Մարիա Զախարովան, այսինքն հենց Լավրովի ներկայացուցիչներից մեկը, բավականին լուրջ հայտարարություններ արեց ընտրությունների լեգիտիմությունը հարցական դնելու առումով եւ փորձեր են արվում, որ լինի այսպես հենց այդ ճանապարհով Ռուսաստանը գնա, ապա չճանաչի արդյունքները ընտրությունների եւ լեգիտիմությունը իշխանությունների։ Մյուս կողմից մենք նաեւ տեսանք Ռուսաստանի արտաքին հետախուզության պետի Նարիշկինի հայտարարությունը, որտեղ որ ասվում է, որ հուսով են, որ Հայաստանը միայն արևմտյան բևեռում չի հայտնվի, սա ես կարծում եմ ընդհանուր առումով կոնստրուկտիվ հայտարարություններ, գիտակցելով, որ Հայաստանը ինքն է հայտարարում, որ ինքը ձգտում է բալանսավորված քաղաքականությանը եւ Ռուսաստանը պետք է հույս չունենա, որ Հայաստանը միայն ռուսական կլինի, բայց Հայաստանը ցանկություն եւ օրակարգ միայն արևմտյան բևեռում եւ Ռուսաստանի հետ կապերը խզելուն նաեւ չունի։ Ուստի այդ գործընթացները տեղի են ունենում եւ ես համոզված եմ հենց որոշում ի վերջո Մոսկվայում կայացվի եւ դուք շատ լավ ինքներդ նշեցիք, որ Մոսկվայում այս պայծրությամբ այսօր են նաեւ եղել ուկրաինական ԱՏՍ-ների հարձակումներ, ապա այդքան էլ հարմար իրավիճակում չեն այս պայծրությամբ, որ վերջնական որոշումներ կայացնեն, բայց ի վերջո կան այդ գագաթնակետին, երբ ստիպված կլինեն արդեն որոշում կայացնել եւ ես հորդորում եմ նաեւ հանրային իրանց, որ կայացնեն որոշումը, որ ոչ թե Լավրովի խմբի ներկայացուցիչների եւ այս Հայաստանում գործող հայկական ազգանուններով օլիգարխիկ համակարգի օգտին, այլ կայացնեն որոշում հայ եւ ռուս ազգերի միջև հարաբերությունների բարեկամության, որը երկար
տարիների, դարերի ընթացքում տեղի ունեցել եւ իրոք լավ էջեր նաեւ այդ հարաբերություններն եղել են։ Միակ բանը, ինչ Ռուսաստանին պետք է անել, հարգել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնիշխան որոշումը, ով տվել է իր քվեն լեգիտիմությունը վարչապետ Փաշինյանին եւ ճանաչել ընտրությունները, շնորհավորել վարչապետ Փաշինյանին եւ աշխատել վարչապետ Փաշինյանի հետ իօգուտ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Պարոն Թոմասյան, օլիգարխիկ համակարգից խոսեցիք, Սամվել Կարապետյանը հերթական հարցազրույցով է հանդես եկել, հարցազրույցի մեջ մի շարք պնդումներ է արել, մենք դրան կանդրադառնանք, բայց պնդումներից մեկը շատ հետաքրքիր է, ասում է Փաշինյանը կարողացավ հաղթել, որովհետև Փաշինյանին հաջողվեց եվրոպացիներին վաճառել հակառուսականությունը։ Նախ ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը, ինչ ասել է վաճառել եվրոպացիներին հակառուսականություն, արդյոք ընտրությունները արք ու վաճառքի մասին էին կամ ինչ-որ բևեռից, ինչ-որ մեկ այլ բևեռին ինչ-որ բան վաճառելու մասին եւ արդյոք Հայաստանի ունեցածը կամ վաճառելու, այսպես ասած, միակ մատերիալը հակառուսականությունն է։ Սամվել Կարապետյանի համար, ով օլիգարխ է, իհարկե ամեն ինչ արք ու վաճառքի տրամաբանության ներքո է եւ մենք տեսանք, որ հակակոռուպցիոն կոմիտեն փաստացի օր չկար, որ չձերբակալեր այդպես կոչված ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին հենց արք ու վաճառքի պատճառով քվեների եւ ես համոզված եմ, որ արդեն բավականին շատ մարդիկ պատասխանատվության ենթարկվել են եւ ել ավելի շատ կենթարկվեն։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանը արք ու վաճառքով զբաղված չէ, ոչ էլ իր ինքնիշխանության, Հայաստանը իր ինքնիշխանությունը չի հանձնում ոչ Ռուսաստանին, ոչ Արևմուտքին, ոչ որևէ մեկին, որևէ մեկի հետ այդպիսի արք ու վաճառքով զբաղված չէ։ Հակառուսական օրակարգեր չկա, դրա մասին անձամբ վարչապետն է խոսել, ամբողջ իշխող ուժը հանրային կարծիքում ես էլ եմ իմ կողմից հաստատում, որ որևէ հակառուսական օրակարգ չկա, հակառակը մենք առաջարկում ենք Ռուսաստանի նոր էջից սկսել եւ ել ավելի զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները, բայց այդտեղ կա կոնկրետ մեկ պայման։ Մենք ենք համակերպվելու, որ գոյություն ունեն մարդիկ, որոնք դրսից են կառավարվում եւ Հայաստանի ներսում ունեն օտար պետությունների թելադրանքով գործակալական թե մաֆիոզա կլանական պատճառներով եւ կապերով սեփական այդպիսի օրակարգներ եւ ազդում են Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։ Դա սահմանափակվելու է, եռագլուխ եւ բազմագլուխ գործակալական ցանցի հարցը լուծվելու է, հայկական ինքնիշխանությունը դրանից հետո այնպես է ամրապնդվելու, որ ընդմիշտ դառնա եւ Ռուսաստանի միակ իրական տարբերակը, որ եթե ուզում են Հայաստանի հետ բարելավել հարաբերությունները, դա պատրաստակամությունն է զոհաբերել գործակալական ցանցը։ Ընդ որում համոզված եմ, որ եթե դա տեղի ունենա եւ հուսով եմ երբ որ դա տեղի կունենա, բայց որ գործակալական ցանցի հարցը ամեն դեպքում կլուծվի, նույնիսկ եթե Ռուսաստանը դրա դեմ լինի, ուղղակի դրա համար լուրջ գին կվճարվի հարաբերությունների համատեքստում միջպետական, ապա դա լինի շատ լավ դաս նաև բոլորի համար, բոլոր հայերի կամ գուցե ինչ-որ մի մաս ուղղակի հայկական ազգանուն կրողների նաև համար, որ նույնիսկ այն պետությունը, որի գործակալ դուք դառնում եք, այդ պետությունը պատրաստ է ձեզ ի վերջո դավաճանել, որտեղ ի վերջո արք ու վաճառքի մասին է նաև ամեն ինչ եւ Ռուսաստանի համար էլ այս դեպքում, ուստի ես կարծում եմ այդ արք ու վաճառքի հետևանքով ի վերջո նաև կլուծվի այդ գործակալական ցանցի հարցը, որտեղ իրանց ճակատագիրներ կարող է վաճառվի, որտեղ ի վերջո Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունները իմ պատկերացումով, քան մի փոքրիկ այստեղ խմբակի, բառացի փոքրիկ խմբակ նկատել։ Այսինքն Ռուսաստանը ինչ-որ պահի կարող է վաճառել նրանց, չակերտավոր ասած վաճառել։ Ես համարում եմ, որ այո, Ռուսաստանը կարող է, նույնիսկ ես հորդորում եմ Ռուսաստանին, որ գնա այդ ճանապարհով եւ ասում եմ, որ դա շատ օգտակար կլինի մեր միջպետական հարաբերությունների համար եւ Ռուսաստանը պետք է նաեւ ի վերջո զոհաբերի իր գործակալական ցանցը, դա կլինի հիանալի հիմք հայ-պետական, հայ-ռուսական, միջպետական եւ բարեկդրակցիական հարաբերությունների զարգացման համար եւ հիանալի դաս բոլորի համար, որ գործակալ լինելը շատ վատ է ավարտվում։
Եվ պարոն Թումանյան, ուժեղ Հայաստան դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Նախ ինչ է կարծում, արդյոք Սահմանադրական դատարանը, այսպես ասած, տուրք կտա նրանց դիմումին եւ այո կասի նրանց, բայց ամեն դեպքում հասկանանք, արդյոք սա նաեւ իրենց շահերից է բխում եւ արդյոք այս քայլով քաղաքացիական պայմանագրի, այսպես ասած, իշխանությունը երերում է։ Իհարկե ոչ, եւ ես համոզված եմ, որ որևէ այդ ուղղությամբ առաջընթաց չի լինի, որովհետեւ եթե որևէ մեկը փորձել է կեղծել այս ընտրությունները, ապա դա եղել է երթին հենց ուժեղ Հայաստանը, եւ իրանք բազմաթիվ քվեներ փորձել են գնել, օտար երկրից բերել մարդկանց քվեարկել եւ այլն, այդ ամենը մեր հանրությունը շատ լավ գիտի, բայց այս պայծրությամբ ամենակարևորը այն է, որ բոլոր այդ խնդիրները, որը եղել են օրենսդրական փոփոխություններով եւ Հայաստանի ինքնիշխանության պատկան մարմինների հզորացմամբ, ինչպես նաեւ տնտեսության դիվերսիֆիկացմամբ, որովհետեւ վարչապետ Փաշինյանը շատ ճիշտ նշել է, մենք տեսանք Հայաստանի համար գոյութենական վտանգների ձևավորում այս գործընթացի ներսում եւ փորձեր ազդել Հայաստանի վրա հենց տարբեր ուղղություններով, հատկապես կախվածությունների, որը Հայաստանը ունի տարբեր ոլորտներում, ինչ-ինչ պետությունների վրա, եւ հաշվի առնելով այդ ամենը Հայաստանը պետք է ամրապնդի իր ինքնիշխանությունը հենց զրկելով օտար պետություններին, առաջերտին խոսքը գնում Ռուսաստանի մասին, ներքաղաքական դաշտում մասնակցելիս։ Եվ ես ուզում եմ այստեղ արձանագրեմ, որ շատ ավելի կարեւոր է ոչ թե ուժեղ Հայաստան կամ որևէ մեկի օրակարգը ներքաղաքական այդ թվում, այլ հակառակը։ Շատ ավելի կարեւոր է հայ հանրության եւ հաղթած ուժի քվե ստացած պետականության, ինքնիշխանության ուրեմն օրակարգը եւ այդ օրակարգը պետք է ներառի այո այն, որ այս ուժերի հարցը պետք է լուծվի եւ ինչքան շուտ այդքան լավ եւ ես համոզված եմ, որ հենց այդ ուղղությամբ գնալու ենք, այսինքն հայկական պետականությունը պետք է դառնա լիարժեք ինքնիշխան, տնտեսությունը լիարժեք դիվերսիֆիկացված, խաղաղությունը ամրապնդված, պետական կառույցների անկախությունը եւ մաքրությունը նաև որևէ գործակալական ազդեցությունից այդքան մաքուր զուգահեռ դրա ամբողջ ներքաղաքական դաշտը այդ երրագլուխ կուսակցությունով չմոռանանք պոչերը եւ չմոռանանք իհարկե մարմինը իդեմս Կտրիչ Ներսիսյանի, ով զավթել է մեր եկեղեցին, այդ ամենի ազատագրումը մեր օրակարգը պետք է լինի եւ մենք այդ օրակարգը ես համոզված եմ շատ շուտով կհասցնենք իր գագետին, իսկ դրանից հետո շատ ավելի ուրեմն առողջ միջավայր կլինի նրա համար, որ արդեն խոսենք ապագայի հայկական ուրեմն քաղաքական եւ պետական գործընթացների մասին, սա այն մինիմալն է, որը պետքա շուտով արվի, ուստի թող Սամվել Կարապետյանի կուսակցությունը առասարակ մտածի իրենց սպասող ճակատագրի մասին, այլ ոչ թե փորձի հակառակը սպառնալ որևէ մեկին։ Ես նաեւ տեսնում եմ, որ իրանք շարունակում են ինչ-որ հայտարարություններ, իրենց ժողովուրդը ասեց, որ իրենք են փոքրիկ խմբակ, եւ իրենք կտեսնեն, որ իրենք փոքրիկ խմբակ են եւ փոքրիկ խմբակի ճակատագրին էլ կտեսնեն։ Պարոն Թումանյան, եւ վերջում հասկանանք, թե ինչ սպասել այս ուժերից, նկատի ունեմ արդյոք նրանք կգնան այսպես մանդատները վերցնելու ճանապարհով, թե դուրս կգան փողոց, որովհետեւ եթե Սամվել Կարապետյանի հարցազրույցից մի քանի դրվագներ մեջ բերեմ, որքան էլ որ դժվար է, բայց փորձեմ ուղիղ ցիտել, ասում է, մեզ ասում են երրագլուխ, բայց իրենք երրագլուխ չեն, 500,000 գլուխ են, ունեն գորգրացողներ, որոնք անհրաժեշտության դեպքում դուրս կգան փողոց եւ կգորգրան այնքան, որքան պետք է։ Նաեւ նշում է, որ Նարեկ Կարապետյանի նման ինտելեկտուալ եւ խիզախ երիտասարդ չկա, կարելի է ասել, ու նա իր կյանքի ընթացքում մի օր կդառնա վարչապետ։ Ինչ հող է նախապատրաստում այս հայտարարություններով Սամվել Կարապետյանը եւ ինչ կարելի է հասկանալ, երբ ասում է մենք 500,000 գլուխ ենք, ունենք գորգրացող գլուխներ, այսինքն կարող ենք ենթադրել, որ ամեն դեպքում իրենք փորձելու են օգտագործել, այսպես ասած, իրենց 500,000 գլուխները կամ գորգրացող գլուխները, թե ամեն դեպքում գնալու են եւ վերցնելու են մանդատները։ Ես կարծում եմ, որ ուրեմն իրանք շատ լավ հասկանում են, որ իրական փողոցային գործընթացներ ծավալելու հնարավորություն չունեն, դե թող փորձեն, թող անեն, վարչապետը իրենց հորդորեց, ասեց դուրս եկեք փողոց, հեղափոխություն կազմակերպեք, դուրս եկեք։ Միակ բան կա այստեղ կարևոր, ես հանրային էլ դիմում եմ պատկան մարմիններին, որ հետևեն որևէ ապօրինի գործընթացներ տեղի չունենա, այդ թվում որևէ մեկի հիվանդ գլխում չծնվի գաղափար զենք մատակարարել իրենց նույն ինչ որ տեղերից,
եւ ստեղծել ինչ-որ իրական խնդիրներ, այսինքն նկատի ունեմ, ոչ օրինական, ինչ վերաբերում է օրինական գործընթացներին, ապա որևէ խնդիր չկա, որ իրանք դուրս գան փողոց, ուղղակի պետք է նաեւ իրանք գիտակցեն, որ երբ դու ձայն ես տալի արդար եւ հավատում ես գաղափարին, դու պատրաստ ես դուրս գալ փողոց, բայց երբ դու ձայն ես տալի, որովհետեւ քեզ խոստացել են գումար կամ քեզ տվել են գումար կամ խոստացել են որևէ պաշտոն եւ այլն, դա լրիվ ուրիշ իրավիճակ է եւ այդ մարդիկ պատրաստ չեն պայքարել փողոցում, նույնիսկ նրա համար, որ իրանք շատ լավ գիտեն, որ իրանք պարտվել են այս ընտրություններում։ Ուստի կարծում եմ իրանք նույնիսկ կարող է գնան մանդատներ վերցնելու օրակարգով, մենք տեսնում ենք այդպիսի նաեւ քննարկումներ, բայց դա էական չէ։ Ինչ էլ անեն, տարբերություն չկա, կվերցնեն մանդատները, չեն վերցնի մանդատները։ Սա օտարերկրյա գործակալական, լրտեսական ցանց է, մաֆիոզա օլիգարխիկ ցանց է, որը բուժման չի ենթարկվում, որը միայն ոչնչացման ենթարկում, ինչպես ցանց քաղաքական առումով նկատի ունեմ, պարզաբանեմ, ուստի հայկական պետական շահերից ելնելով լրտեսական ցանցերի ոչնչացումը այլընտրանք չունի, սա կարող է տեղի ունենալ կամ Ռուսաստանի առճակատման եւ Ռուսաստանի ուղիղ աջակցությամբ այդ ուժերի հանդեպ, որը Ռուսաստանը կվերցնի իր վրա պատասխանատվությունը գուրկ պարտքի դիմաց, պատասխանատվությունը հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի եւ բոլոր ուրիշ դեպքերի համար, կամ երկրորդ տարբերակն է, որ Ռուսաստանը հրաժարվի պատասխանատվություն վերցնել, զոհաբերի այդ գործակալական ցանցը, պատասխանատվության կրեն այդ գործակալական ցանցի ներկայացուցիչները, մենք շարունակենք Ռուսաստանի հետ լավ բարիդրացիական հարաբերությունները, իսկ այսուհետև բոլորը Հայաստանում եւ հայ ազգի ներկայացուցիչները շատ լավ տեղյակ լինեն, որ օտար երկրի գործակալական ցանցերը կործանվելու են եւ որևէ մեկը երբեք այլևս գաղափար չունենա, որ ծառայի օտարին ի վնաս հայկական պետականության եւ հայ ազգի շահերին։ Պարոն Թոմասյան, բայց հասկանանք, որ նաեւ տեսակետ է փոխվել 180 աստիճանով, այսինքն մինչ ընտրությունները երբ խոսում էին այսպես իրենց առաջնորդի մասին, բնականաբար խոսում էին Սամվել Կարապետյանի մասին, որքան էլ որ իշխանությունները պնդում էին, որ նա սահմանադրության հետ խնդիր ունի եւ չի կարող լինել ոչ վարչապետ, ոչ падգամավորի տեխնացու, բայց մենք տեսնում ենք, որ կառավարության նիստեր էին անում, իրեն արդեն պարոն վարչապետով էին դիմում։ Հիմա պարոն վարչապետը մտածում է, որ իրենց գերդաստանում ամեն դեպքում ամենախիզախ եւ ամենախելացի երիտասարդը Նարեկ Կարապետյանն է, որին հավասարը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում դժվար է գտնել։ Հասկանանք ինչ միտում ունեն նաեւ այս խոսակցությունները, այսինքն որոշումը ինչու է այդպես կայացվել, արդյոք չարթարացրեց իր առաջնորդությունը եւ հիմա մտածում են, որ ամեն դեպքում իրենց գերդաստանում Նարեկ Կարապետյանը ավելի խելացի է։ Դե իրականում Սամվել Կարապետյանը երբեք ոչ էլ պատրաստվում էր վարչապետ դառնալ, ինքը ուզում էր ստվերային այդպիսի կառավարիչ լիներ եւ Նարեկ Կարապետյանի միջոցով կառավարել պետությունը, բայց ամենակարևորն է, որ հիմա Սամվել Կարապետյանը, որը եւ ես ասում եմ բաց Ռուսաստանին նաեւ, որ իրանք շատ լավ ընկալեն, որ Սամվել Կարապետյանը եւ նմանները ի վերջո օլիգարխները մտածում են իրանց սեփական անձնական շահերի մասին, ինչքան էլ գործակալ չլինեն եւ իրանց գողացած միլիարդների մասին։ Ուստի հիմա Սամվել Կարապետյանը մտածում է, թե ինչպես փրկվի, որովհետեւ մի կողմից ինքը Հայաստանի պետության դեմ քայլ արեց, եւ դա բոլորը շատ լավ գիտեն, մյուս կողմից ինքը Ռուսաստանի պատվերը չկարողացավ կատարել եւ վերադառնալ Մոսկվա իր համար բավականին բարդ կլիներ, ընդ որում ֆիզիկապես դա չի կարող անել, մնալ Հայաստանում գիտի ինչ արդյունքներ կարող է լինել եւ ես չեմ բացառում, որ ինքը փորձի ինչ որ նաեւ առևտուր անել իր սեփական շահերը հաշվի առնելով, որովհետեւ որևէ տեղ գնալու էլ չունի իրականում եւ հայտնվել է այն ցուցվանգում այսպես կոչված, որտեղ որ ինքն էլ չգիտի թե ինչ քայլ անի։ Ուստի թող բավականին իրանց հանգիստ պահեն այն առումով, որ շատ քայլեր իրականում իրանք չունեն եւ միակ իրական իրանց քայլը այն է, որ իրանք պատասխանատվության են ենթարկվելու, ունեզրկվելու են եւ չեզոքացվելու են ինչպես օտար պետության գործակալական ցանց, իսկ դրանից հետո օրակարգում այլևս չի լինի այդտեղից որևէ մեկի քաղաքական դաշտում ներկայություն, ընդ որում սակարա նաեւ օրենքի լեզվով արգելվի առհասարակ գործակալական կապեր ունեցող կուսակցությունների գոյությունը առհասարակ եւ ոչ միայն ուժեղ Հայաստանը իրականում նկատի ունեմ, այլ նաեւ մի շարք ուրիշ այդպիսի կուսակցություններ, ուստի իրականում թող իրանք հանգիստ նստեն իրանք փոքրիկ խմբակով, ընտանեկան կլանական այդպիսի խմբակով եւ սպասեն ճակատագրին, վճռին, որը հայ ժողովուրդը եւ արդար դատարանը
դատական համակարգը, որը մենք նաև պետք է կառուցենք շնորհիվ ինքնիշխան պետականությանը, պետք է կայացնի։ Եվ դա ամենակարևորն է։ Ուստի ամենակարևորը այն է, որ օրակարգը իրանք չեն թելադրում եւ իրանք ասածները առհասարակ որևէ կշիռ եւ նշանակություն չունի, այլ օրակարգը թելադրում է լեգիտիմ իշխանությունը, որը ունի ամբողջ եւ մանդատը ժողովրդի, որ հայկական պետականությունը եւ ինքնիշխանությունը անսասան դարձնի եւ որևէ մաֆիոզա կլանական օլիգարխիկ գործակալական ցանցեր այլևս երբեք չի երազեն հայկական պետականության դեմ այսպիսի քայլեր անել։ Շնորհակալ եմ, պարոն Թոմասյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս վիրահայ հասարակական գործիչ Գեորգի Թոմասյանն էր, կհանդիպենք։